2 օր առաջ Բյուրեղավանի առաջին B թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Խաղահրապարակում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար։ Երեխու վրա ընկել է սղարանը։ Երկաթից սղարան էր դրված, որը ամրացված չէր հատակին, ցանկապատած փոքր տարածք էր, այսինքն հողային փնթի վիճակում։ Քաղաքային խնդիրների մասին բարձրաձայնող Հայրումյանը պատահաբար է իմացել տեղի ունեցածի մասին։ Այսօր էլ Facebook-յան խմբերից մեկում կարդացել է, որ երեխայի համար շտապ արյուն է անհրաժեշտ։ Երեխան հիմա շատ ծանր վիճակում հիվանդանոցում է, սղարանը, այսինքն հաշվեք աստիճաններն ու սղարանը թեքվել է այսինքն երեխայի վրա, որ դուք տեսնեք այդ նկարները սղարանի սուր ծայրերով, այդ ոնց որ չգիտեմ էլի սկիֆորդ բոյարդում տենց փորձություն չկա վտանգավոր։ Սա կառուցվել է ըստ բնակիչների պատմածի 20-30 տարի առաջ, երբեք չի խնամվել, երբեք չի վերանորոգվել։ Բնակիչը պատմեց, որ իրանք ընկերներով են միշտ զոդել այդ պոկված հատվածները, սվարկա արել, նույնիսկ եղել է, որ ամրացրել են գետնին, ասաց, որ ուզել ենք նույնիսկ այս վերջում մի քանի օր առաջ ամրացնենք, բայց չգիտենք էլ, որ այդ կարգի պոկված է, գիտենք ուղղակի ճոճորվում է, այն էլ ոնց որ դեպքը տեղի ունեցավ։ Մինչ դեպքի վայր ենք շտապում, իմացանք, որ արդեն քանդել եւ հողին են հավասարեցրել ամբողջ խաղահրապարակը, կարուսելներն էլ տարվել են անհայտ ուղղությամբ։ Քաղաքապետարանը, համայնքապետարանը Բյուրեղավանի, որպեսզի դեպքը արձագանք չստանա ու խայտառակ չլինեն, ենթադրում եմ, հավաքել են ստեղից եկել եւ տրակտորով քանդել են խաղահրապարակը։ Հիմա դուք խաղահրապարակ չեք տեսնում, որովհետեւ երեք ամբողջը ապամոնտաժվել է, այս ուզում եմ ցույց տալ բանը, էլի, այս տրակտորի հետքերը, բանի բեռնատարի ու տեխնիկայի հետքերը, ինչով քանդել են սա ու տարել։ Հարակից շենքի բնակիչները, որ չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, նշեցին, որ խնդրի մասին հաճախ են բարձրաձայնել, երեխաներին հորդորել չօգտվել կարուսելներից, սակայն միշտ չէ, որ երեխաները հետևել են մեծերի հորդորին։ Խաղահրապարակից ոչ հեռու գտնվող էլեկտրական ենթակայանը եւս կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել։ Խաղահրապարակի կողքը գտնվում է այս պատստանցիան, չգիտեմ հայերեն ոնց է կոչվում, հասկանում եք ինչը, սենց գնանք ու ցույց տամ, էլի, որի նույնիսկ ցանկապատը կարգին չի, ու ծնողները պատմեցին, որ եթե երեխաներին առանց մեր բանի հսկողության չենք թողում խաղան, որովհետև շատ հնարավոր է երեխեքը գան ու մտնեն պատստանցիայի տարածք։ Այդ տարածքը եւս պատշաճ սահմանազատված չէր եւ հրապարակում խաղացող երեխաները կարող էին հայտնվել նաեւ այնտեղ։ Ինչ որ լարեր են գետնի տակից դուրս եկող, որոնք գտնում են խաղահրապարակից 10-15 մետր հեռավորության վրա։ Հատվածը, որտեղ մենք կանգնած ենք, ամբողջությամբ վառված է, հրդեհ է եղել։ Այդ որ ուղղակի ստե կանգնենք ռեպորտաժ անենք, կարենք ինչ-որ Աֆղանիստանի մասին նյութ անենք պատերազմական տարիներին կամ Գազայի հրթիռակոծությունների մասին, բայց չէ, սա թաղամաս է, որտեղ երեխաները խաղում են ու որտեղ մարդիկ ապրում են։ Ֆակտոր TV-ին կապ հաստատեց Բյուրեղավանի համայնքապետարանի հետ, հասկանալու, արդյոք չի թերացել քաղաքային իշխանությունը, ինչ քայլեր պետք է ձեռնարկած լինել, որ չի արել եւ ինչու է դժբախտ դեպքից հետո ապամոնտաժվել խաղահրապարակը։ Դեպքը տեղի ունենալուց հետո համայնքապետարանի աշխատակիցները հետաքրքրվել են կատարվածի մասին, իհարկե թաղամասի բնակիչներից։ Թաղամասի բնակիչները պատմել են, որ 13-15 տարեկան մի քանի երեխաներ, որոնք ժամանակ առաջ քաշքշել են, պոկել են սղարանը այդ բետոնացված հիմքից։ Այնուհետև փոս են փորել գիծ տեղում ու տեղադրել են այդ սղարանը այդտեղ, քանդել են, փոս են փորել ու տեղադրել են այդտեղ։ Կարապետյանի խոսքով այդ ամենին ականատես են եղել շենքի բնակիչները, լիազորը եւ հենց նրանք էլ պատմել են մանրամասները։ Հարցին, ի վերջո, ինչու է ապամոնտաժվել խաղահրապարակը, խոսնակը սկզբում նշեց, որ ծրագրով է նախատեսված եղել նորը կառուցելու համար։ Մեր հարցին, թե ինչու է դա արդեն տեղի ունեցել երեխայի հետ պատահածի հենց հաջորդ օրը, Կարապետյանն ավելի ուշ փոխանցեց. ոստիկանությունն է երեք եկել եւ ապամոնտաժել։ Քննչական կոմիտեից հայտնում են դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանքի հոդվածի հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են քննչական եւ վարույթային գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Իսկ թե արդյոք ապամոնտաժումը չի խանգարի քննչական գործողություններին իրեղենապացույցների վնասման մասով, այս պահին հայտնի չէ։